շատ ժողովրդական լեզվով եթե ասենք, չթաքնվենք քաղաքական եւ դիվանագիտական ձևակերպումների ետևում, ապա իրավիճակը վատ է եւ վատանում է։ Երկրի վիճակը, երկրի շուրջ իրավիճակը, այս իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ ադեկվատ իշխանություններ չեն, ոչ ներքին, ոչ արտաքին մարտահրավերներին։ Երկրի ներսում մոլեգնող տեռորը այլ դրսևորումներ է ստանում, օրինակ իրենց թվում է, որ գտել են լուծում կալանքի տակ գտնվող մարդկանց տեղափոխում են տնային կալանքի տակ եւ կարծեք թե գոլորշի են փորձում թողել թոս փչելով ներսի եւ դրսի աչքերի մեջ, բայց դա կեղծիք է, որովհետեւ դա հետապնդումների դրսևորման ձևն է փոխվել, ոչ թե երևույթը։ Եվ այդպես շարունակ։ Մյուս կողմից էլ ընտրական, այսպես ասած, այս արդեն մեկնարկած գործընթացի մեջ ակնհայտ է, որ իշխանությունը ոչ միայն չարաշահում է վարչական լծակները, այլ նաև աննախադեպ բնույթի նախընտրական կեղծիքների է դիմում, ինչպիսին է օրինակ պետբյուջեի օգտագործումը ակնհայտ նախընտրական կաշառքի համար, կամ ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մի քանի ամիս առաջ, դիտորդական առաքելությունների գործունեության սահմանափակումները եւ այլն եւ այլն։ Այս իրավիճակում ընտրությունները մեկեորացուցային երևույթ են, լինելու են սահմանադրությամբ նախատեսված, օրենքներով նախատեսված կարգով։ Հարցը շատ պարզ է, այդ ընտրությունները ինչպիսին պետք է լինեն եւ այդ ընտրություններով երբ որ իշխանափոխության հույս ենք փափագում միայն ընտրություններով, որքանով է այդ իրատեսական եւ որքանով է այդտեղ հանցավորության աստիճանի նաիվ այն մարդկանց մոտեցումը, որոնք կարծում են, որ պարզապես այսօրվա բռնատիրությանը վերածվող Հայաստանում հնարավոր է ընտրություն, ինչպես երեք ենք ասել, ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ ունենալ եւ նորից են կրկնում միայն ընտրությունը բավարար հիմք չենք համարում, կանխատեսելի է, դա տեսնում ես, որ բուն ընտրությունները, միայն ընտրությունները առանց ժամաժողովրդական պայքարի, առանց զուգակցված այլ մեթոդաբանությամբ, իսկ եթե ընտրություններից առաջ խոսենք նաև սահմանադրական այլ եղանակների, ինչպիսին է անվստահության այդման գործընթացը փորձարկելու, ապա քաղաքական նորից կրկնեմ հանցավորության աստիճանի նաիվություն է։ Եվ ՀԿ-ի կարծիքին, ով է ձեզ ես վստահ եմ, որ այս process-ի հետ կապված շատ ու շատ համախոհներ մենք ունենք հանրային սեկտորում, հասարակական սեկտորում, եւ կարծում եմ, որ այն հիմնավորումները, որ մենք շարադրել ենք երեկվա հայտարարության մեջ, անտարբեր չեն թողնի նաև մեր քաղաքական գործընկերներին։ Այս պայդրությամբ, եթե անգամ ինֆորմացիա ունենայի, ձեզ չի ասի, թե ով է կոնկրետ դիմել, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ process-ը կլինի հասարակական, հանրային ուշադրության հաշվետվողականության կենտրոնում, որքանով այդ process-ները թույլ կտան։ Դուք գիտեք, որ նման բանակցությունների մի զգալի մասը, նման խոսակցությունների մի զգալի մասը, որպեսզի արդյունավետ լինի, պետք է գոնե սկզբում լինի դռների հետևում եւ հեռախոսների հետևում կամ դռների հետևում եւ այդ process-ը reality show չի, որ ուղիղ եթերում հեռարձակվի։ Ուղիղ եթերում մեր երկրում կարելի է նայել ինչպես է Նիկոլը ուտում կուկուռուզ կամ ինչպես է սրբում կարկանդակ ուտելուց հետո իր կեղտոտ ձեռքերը ալենի վրա, օրինակ եւ այլն։ Հարցը դրա մասին մենք իջացրել ենք քաղաքական դիսկուրսը պրիմիտիվության այն մակարդակի, որտեղ քիչ է Նիկոլ ենք մեկնաբանում ու դա մեր ցավն է, դա մեր բոլորիս անհաջողությունն է, որ Նիկոլը դեռ վարչապետ է եւ նյուսմեյքեր է այդ իմաստով, մի հատ էլ արձագանքում ենք իր անմակարդակ էժանագին բաներին, ֆրթոններին, այսպես ասած, Ես դա չեմ համարում, ինքը փորձում է մեզ իջացնել, կներեք Մերի ջան, իր մակարդակի, որտեղ ինքը իրականում անմրցելի է, որովհետև մեկ ներվայնանում ես էլ մեկը ես, մի երկու բառ ավել ես ասում այդ ոճի մեջ եւ այդ մակարդակի մեջ, հետո հասկանում ես, որ այնուհանդերձ քաղաքական մակարդակը մշակույթը պետք է երկրում պահել եւ սա է Նիկոլին այլ ընտրանքը, ոչ թե բոշա, այլ ավելի բոշա լինելու Աթո ինձ ներեն բոշա ոչ թե էթնոգրաֆիկ իմաստով, այլ երևութական իմաստով, բոշա, բոմժ լինելու մակարդակի մեջ փորձենք վիճել, թե ով է ավելի տենց ցեխա պայքարի մեջ ավելի տենց գազան, այսպես ասած։ Գազանները պետք է լինեն կամ կրկեսում կամ գազանանոցում։ Ցավոք սրտի մեր պարագայում նրանք դեռևս կառավարական կաբինետներում են նստում։ Պարոն Աշոտյան, այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի հաճախ նաև ասում են, որ Նիկոլը քաղաքական կենթանի է։ Ես մի հատ բան եմ ուզում այստեղ ասել, քաղաքական կենթանի հասկացությունը, այդ political animal-ը,
Դա Արիստոտելն է ի հայտ բերել իր ուսմունքի մեջ պոլիսների մասին եւ դա դրական բան է, քաղաքական կենտրոնի լավ բան է դա։ Նիկոլը չի կարա քաղաքական կենտրոնի լինի, կոնտեքստը չի բռնում Նիկոլին։ Նիկոլը մաքսիմում կարող լինի քաղաքական մակաբույց, որը անխնա կերպով մսխել է մեր անցյալը, մեր ժողովրդի անցյալը, անխնա կերպով պղտորում է թունավորում է մեր ժողովրդի ներկան եւ անխնա կերպով նաև անորոշ է դարձնում եւ վտանգավոր մեր ժողովրդի ապագան։ Նիկոլը քաղաքական կենտրոնի չի, Նիկոլը մաքսիմում քաղաքական մակաբույց է։ Իր թիմակիցներն են ձեզ ասում են ձեզ չէ, նախկիններին այսպես կոչում են քաղաքական դիակներ։ Դե գիտեք, ես դատական բժիշկ եմ, ես շատ լավ գիտեմ դիակների եւ կենտրոնության եւ մահվան աշխատումա։ Չէ, խնդիր ունեցանք։ Մենք Եվրոպա ամփերենք շարունակեմ Լարա ջան, թե չէ Բոլոր դեպքերում այդ տեխնիկական խնդիրները չեն խոչընդոտելու ինձ, ասելու այն ինչ որ ես մտածում եմ այդ կապված, տեսեք, ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ, շատ լավ գիտեմ կենտրոնության եւ մահվան տարբերանշանները։ Այն որ Նիկոլենք քայլող դիակ են, դրա մասին խոսք չկա, նա քաղաքական ապագա չունի։ Այն որ 18 թվականից հանրապետականին թաղում են ու համ են կանք, սա էլ է փաստ, վերցրեք իրենց 18-ից առ այսօր տասնյակ ելույթներ կգտնեք, որտեղ իրանք շարունակում են պայքարել այսպես ասած հանրապետականի դեմ, մնացած ընդդիմադիրների մասով թողնում եմ իրենց արձագանքի, մատնանշելով, որ մենք քաղաքական դիակ ենք իբրտե։ Եթե բոլոր դիակները լինեն մեր նման առույգ, կայտար, խելացի եւ ուժեղ, ապա ես Նիկոլ Փաշինյանին չեմ նախանձում, իրեն հաստատ ապոկալիպսիս է սպասում այս տեսակետից։ Այսինքն Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իջացնում է քաղաքական դիսկուրսը իր մակարդակի, նորից կրկնեմ, որտեղ նա անմրցելի է, որովհետև նման դիշովի կերպով, որը մեկը չի կարող իրեն թույլ տալ երկար, այսպես ասած, հակադարձել։ Եվ թե ինչ են ասում նրանք, կարևոր չի, ավելի կարևոր է թե ինչ անելու մեր ժողովուրդը եւ ինչ ասելու մեր ժողովուրդը։ Պարոն Աշոտյան, այսօր Վազգեն Սարգսյանի սպարապետի ծննդյան օրն է, Սասուն Միքայելյանը նշել է, որ իհարկե սա Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը չէ, բայց շարունակեց նորից նախկիններին մեղադրել, նաև նշելով, որ պետք չէ լինել էմոցիոնալ եւ պետք է մեր հայտարարություններում լինել զուսպ։ Ես կարծում եմ, որ Սասուն Միքայելյանը տարին 1-2 առիթ փնտրում, ցավոք այդ բոլոր առիթները կապ ունեն սրբավայր այցելելու, իսկ Եռաբլուրը սրբավայր է, կլինի սպարապետի ծննդյան օրը կամ օկտեմբերի 27-ը, տեսնում եմ, բանով։ Ինքն իր համար այդ օրերը, որոնք առաջ նշանային օրեր էին նորմալ Հայաստանում, անկախ իրական, անկախ ու ազգային Հայաստանում, դարձել են ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին հավատարմության հրապարակային երթում տալու, այսպես ասած, պատրվակ։ Դա այդ այն մարդն է, որ եւ Վազգենին դավաճանեց եւ Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճանեց եւ Սերժ Սարգսյանին դավաճանեց եւ հիմա հավատարմության երթումն է։ Դա Նիկոլի խնդրեմն է, որքանով նա հավատում կամ չի հավատում եւ դա մեր երկրի խնդրեմն է, որ ինչպես ժամանակին երկրի համար արյուն տված ու պայքարած մարդը կարող է այսօր այդ ամենը մոռանալ իր եւ իր ընկերների, իր զինակիցների եւ իր ու մեր բոլորի սպարապետի։ Չեմ ուզում խոսել դա։ Դա մարդկային ողբերգության on-line ռեժիմում ականատես լինելու ծանր, շատ ծանր հանգամանք է։ Այս կոնտեքստում պարոն
պարոն Աշոտյան, այսինքն երկրապահն էլ այլևս չի իրականացնում, չի կատարում այն գործառույթը։ Գուցե հետո խոսենք, հա։